Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես մի քանի հարց ունեմ վարույթի էլի ընդհանուրի վերաբերյալ, հետո կետերին կանդրադառնամ։ Հարգելի հանձնաժողով, լավ կլիներ խորզել հանձնաժողովի աշխատակազմը սույն վարույթի շրջանակներում, քանի որ ես նախորդ անգամ երեք ասացի, որ կառավարական սեռով էր ամեն ինչ նշված, ինքնուրույն քանի գործողություն է կատարել, քանի գումար։ Երեք մոնիտորինգը հասկացա, մոնիտորինգների մասով եւս հարց ունեմ։ Դրանից բացի հարցում, տեղեկատվության բարձում, ոչ թե առկա նյութերի ուսումնասիրություն, այլ ինքնուրույն փաստերի ճշտմանը ուղղված գործողություններ, ինչպես այլ վարույթների ժամանակ, օրինակ հարցում կազմակերպությանը ստուգեք այս բանը, մոնիտորինգ։ Բացի այս երեքից ուրիշ ինչ գործողություններ է կատարվել, խնդրեմ նկարագրեք։ Շատ լավ։ Ըստ էության ուզում արձանագրենք, որ այստեղ մենք վարույթի ընթացակարգը մանրամասնելու դաշտ ենք գնում, որի ոչ պարտականություն ունենք, ոչ վարույթի իրականացման հետ կապ ունի։ Հստակ արդեն մի քանի անգամ նշվեց, որ իրականացվել են թվով 3 մոնիտորինգներ, ներկայացված տեղեկատվություններին կից եղել են փաստական տվյալներ, որոնք որպես ընկերության ներկայացուցիչի կողմից ներկայացված տվյալներ դիտարկվել են, այն տվյալների մասով, որոնց մասով պարզման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն եղել է, հանձնաժողովի աշխատակազմը իրականացրել է դրանց պարզմանն ուղղված գործողություններ, դրանց ըստ էության կարող էին ծանոթանալ ներկայացուցիչները վարույթի նյութերին ծանոթանալով, ավելացնելու այլ բան ըստ էության չունեն։ Արձանագրեմ, որ որևէ հավելյալ գործողություն չի կատարվել, որովհետև շատ բարձ հարց է, քանի գործողություն է կատարվել, ուսումնասիրել ենք նյութեր, կատարել ենք մոնիտորինգի հետ կապված։ Մոնիտորինգներից առնվազն մեկի կամ երկուսի ժամանակ երրորդ անձ ա եղել ներգրավված, ծանոթացել եք արդյոք երրորդ անձի մոնիտորինգին մասնակցելու, ոչ թե կարծիք տալու մասնակցելու հնարավորության մասին։ Չենք ծանոթացել եւ հանձնաժողովի մոնիտորինգի հետ կապված հարաբերությունները կարգավորում են կոնկրետ նորմատիվ իրավական ակտով, որով նման պարտականություն հանձնաժողովը չունի։ Շատ լավ, մի վերքեն արտասես եմ։ Ես ուրեմն նյութերի մեջ առկա է առնվազն 40-ից ավել գրավոր ցուցմունքներ։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի շրջանակներում վկաների լսելու պարտականությունը վարչական մարմինն է։ Կարող հողումներն էլ տամեսա կտան, բայց համապատասխանաբար վկաների գրավոր ցուցմունքները որպես գրավոր ապացույց ընդունելու եւ որպես վկայի ցուցմունք դիտարկելու որևէ կառուցակարգ ինքնին առկա չի եւ վարչական կարող է ուղի հագրված վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքում, որ վկան կարող գրավոր ցուցմունք տա, բայց դա տալիս է վարչական մարմնու, վարչական մարմինը դրա բոլոր էջերի վրա դնում է ստորագրություն եւ կնիկ եւ դա դառնում է արդեն ոնց որ դեպոնացված ցուցմունք։ Ուզում եմ հասկանամ որևէ վկայի վարույթի շրջանակներում հարցաքններ կամ գրավոր հարցաքննություն վերցրել է թե ոչ։ Պատասխանը պարզաբանություն։ Վարույթի ընթացքում ժամանակավոր կառավարչի կողմից ներկայացված բացատրությունները հանձնաժողովի կողմից չեն դիտարկվել որպես վկայի ցուցմունք, դրանք դիտարկվել են բացատրություններ, որպիսի ապացույցի տեսակը նախատեսված է վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Վարչարության հիմունքների վարչական վարույթի վարչարության հիմունքների մասին օրենքում բացատրությունը նախատեսված ապացույցի տեսակ է, որը վերաբերում է բանի մասնակիցներին։ Ուզում եմ հասկանամ դուք իրանց մասնակից եք որպես դիտարկել, թե որպես երրորդ անձ, թե որպես ինչի բացատրություն։ Դրանք դիտարկվել են որպես վարույթի նյութեր, գրավոր ապացույցներ, քննարկվել են եւ դրվել են որոշման նախագծի հիմքում։ Շատ լավ։ Վարույթի շրջանակներում առկա են որոշակի ձևակերպումներ, այդ թվում նաեւ երեք եղավ հնչեցվել դիրքորոշում եւ որի շրջանակներում քննարկվեց մի կոճակի սեղմելով ջնջվել է տվյալների բազան մինչև հիմա վերականգնված չի։ Տվյալ հանգամանքը, այսինքն ընդհանրապես տվյալների բազայի չեղարկումը, տվյալների բազայի մուտքի հնարավորություններ ավել կամ պակաս ունենալը, ջնջելը, ում կողմից ջնջելը, մի կոճակով ջնջելը կամ չջնջելը, ինքնին ենթադրում է որոշակի հատուկ գիտելիքներ, այդ թվում նաև ծրագրային ապահովման լոգերի վերհանում, դրա ուսումնասիրություն, դրանց տեխնիկական ծրագրային կոդի դիտարկում եւ այլն, որևէ փորձաքննություն, որևէ տվյալ հանգամանքների պարզման ուղղված գործողություն հանձնաժողովը ինքնուրույն կատարել է թե ոչ։ Պատասխանեք Քինգոզը։ Պարոն Օրբելյան, երեք այդ հարցը հնչվեց եւ իմ կողմից տրվել է պատասխան, չեմ զլանում եւս մեկ անգամ կրկնում եմ։ Ծրագրային կոդերի փորձաքննություն անելու հնարավորություն չունենք եւ կարծում եմ կարիք էլ չունենք։ Ես երեք նշեցի,
որ բացի տրված ժամանակավոր կառավարչի կողմից տրված նյութին, մեր կողմից եւս իրականացվել է, քանի որ ունենք որպես օգտատեր թույլտվություն տվյալ բազայից օգտվելու, մեր կողմից եւս արվել են փորձեր, որոնք եղել են մի դեպքում ընդամենը 2 ամսվա հետընթացի հնարավորությամբ, որը մեզ այդ պահին խոսքը վերաբերվում է 25 թվականի փետրվարի մասին։ Տրվել է պատասխան, որ դա միգուցե ձեր համակարգչի հնարավորություններից է կամ միգուցե ձեր կողմից կատարվածից է, որը մենք փորձել ենք նաև իրականացնել հաջորդ մոնիտորինգի ընթացքում ընկերությունում։ Բացի այդ, կատարվել էր հարցում նաև շուկայի օպերատորից, եւ շուկայի օպերատորը եւս փաստել էր, որ այդ բազան այս պահին տեսանելի չէ իրենց համար։ Հարցի հետ կապված հարցել է, որտեղ տեղեկատվություն տվեց։ Ես ուղղակի ճիշտ հասկանալու համար այս 3 մոնիտորինգներից մեկի ժամանակ է կատարվել, թե մեկ այլ մոնիտորինգի, որ ասի դրանից հետո կատարվել է մոնիտորինգի շրջանակներում։ Սույն թվականի 2025 թվականի փետրվարին հանձնաժողովի կողմից իրականացվել էր մոնիտորինգ, խոսքը այդ մոնիտորինգի մասին է։ Այսինքն 3-ի մասին չէ՞, էլի։ Որը բարույթի մեջ ներառված չէ։ Օպերատորի հարցում, այլ հարցումներ եւ այն ժամանակ, երբ որ դուք հարցում եք արել եւ դուք բացատրել են, որ հնարավոր է ձեր համակարգչի հետ է։ Այսինքն ֆիքսեցի, որ փետրվարին արձանագրել եք խնդիր, հիմա դրանից հետո որ ասում եք հարցում ենք արել եմ, ես բարձրացնել եմ։ Տվյալ հարցումը պատասխանը որևէ ձև արձանագրված է, արկա է վարչական վարույթի նյութերում, թե ոչ։ Գրավոր արձանագրմամբ արկա չէ վարչական վարույթի նյութերում։ Բանավոր արձանագրման արկա է վարույթի նյութերում կամ տեսագրությամբ կամ նկարով կամ որևէ այլ ֆիքսված եղանակով, հեռախոսագրի վերցանման կամ որևէ այլ եղանակով, եթե արկա է։ Տիկին Արմեն պատասխան։ Պարոն Նորբելյան, այս պահին ունենք փաստ, որ ԲԵԱ համակարգի տեղեկատվությունը բարիթում նշված թվականների մասով ջնջված է, ինչը ակնհայտ տեսանելի է հանձնաժողովի ունեցած հասանելիության շնորհիվ, երբ որ հանձնաժողով բացումը ԲԵԱ համակարգում այդ տեղեկատվությունը չկա, ու այս փաստը առավել քան հանձնաժողովի համար փաստված է, ու որևէ հարցում կարծում եմ շուկայի օպերատորին նույնիսկ գրավոր թե բանավոր ընդհանրապես հավելյալ ճշտման նպատակով է արվել։ Եթե նկատի ունեք գրավոր կամ բանավոր ցանկացած ապացույց շուկայի օպերատորին կատարված հարցման կա թե ոչ, դա չկա, հանձնաժողովը ուղղակի լրացուցիչ ճշտման նպատակով, այդ թվում ընկերության կողմից մատնանշված հնարավոր տեխնիկական խնդիրների պատճառով հանձնաժողովի կողմից տեսանելի չլինելը հիմնավորելու, փաստելու կամ չփաստելու նպատակով լրացուցիչ հարցում է արել։ Հարգելի հանձնաժողով զուտ բարման կարգով մի հատ հարցել է, որ ասում են հանձնաժողովից ընդհանրում եմ հանձնաժողովի աշխատակազմը։ Կարող եմ չէ՞ տենց ընդհանրել, թե հանձնաժողովի անունից խոսելու զուտ ճշտելու համար եմ ասում, այսինքն հանձնաժողովի որոշում։ Իմ խոսքի մասով կուզեք, ես Չէ, բացատրեմ ինչ եմ ասում, էլի, եթե օրինակ կա հանձնաժողովի որոշում, հանձնաժողովի ընթացակարգով հաստատված փաստաթուղթ դա մի բան է, եթե աշխատանքային ռեժիմով կա փաստաթղթեր, էլի որտեղ աշխատակազմը սպասարկում է հանձնաժողովին ամեն դեպքում, զուտ հասկանալու համար տվյալ դեպքում հանձնաժողովը, թե հանձնաժողովի աշխատակազմն արձանագրել։ Իմ խոսքի մասով ամեն դեպքում նշածը հասանելիություն ունի հանձնաժողովը բնականաբար եւ այդ նպատակով այդ հասանելիությունը ապահովում է հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների կողմից։ Տեխնիկական հնարավորություն բնականաբար հանձնաժողովի 5 անդամները չեն գնում եւ նստում այդ հասանելիությունը մշտատի տարկումանում աշխատակազմի աշխատակիցներն են այդ մշտատի տարկումանում հասանելիությունը տեխնիկապես այդպես է ապահովում, բայց ուզում եմ հիշել այլ նախադասության մեջ օգտագործել եմ թե չէ հանձնաժողով բառը։ Ես զուտ ուղղակի ճշտելու համար, ես հələ որ բարույթի ընթացքին եմ, հետո առանձին կետին որ անդրադառնանք բովանդակային յուրաքանչյուր դեպքում կարող ենք ճշտել։